Փորձություն եւ ուրախություն։ Հակոբոս առաջի գլուխ 2-ից 4 համարները կարդանք։ Հակոբոս առաջի գլուխ 2-ից 4։ Եղբայրներ, բոլորովին ուրախության արժանի բան սեպեցեք, երբ կերպ փորձանքներու մեջ իննաք։ Գիտնալով, որ ձեր հավատքի փորձառությունը համբերություն կներգործե, բայց համբերությունը կատարյալ ներգործություն թող ունենա, որպեսզի կատարյալ ու ամբողջ ըլլակ ու բանիմը պակասություն չունենաք։ Ամեն։ Եղբայրներ, բոլորովին ուրախության արժանի բան սեպեցեք։ Աստվածաշնչի մեջ կան որոշակի համարներ, որոնք մարդկային տեսանկյունից, երբ որ կարդում են մարդիկ, առաջին անգամ կամ առհասարակ աշխարհիկ մարդը, երբ որ կարդում է, երբեմն ոչ տրամաբանական կամ արտառոց խոսքեր են լինում, արտառոց խոսքեր են թվում իրենց համար։ Երբեմն մարդիկ կարդալով չեն կարողանում հասկանալ գրվածի միտքը եւ սկսում են լուրջ չվերաբերվել Աստծո խոսքին, հավատացյալներին կամ սկսում են կասկածանքներով վերաբերվել Տիրոջ խոսքին։ Ինչպես կարող է մեկը, երբ փորձությունների մեջ է, դժվարությունների մեջ է,
ուրախություն համարի այդ նեղությունները։ Բայց Սուրբ Գիրքը այսպես է սովորեցնում մեզ։ Սա մեր ապացույցն է, որ մարդը չի կարող ուրախ լինել կամ ուրախություն համարել իր նեղությունները եւ դժվարությունները։ Եվ այսպիսի ուրիշ խոսքեր կան նաև, որ Պողոս առաքյալը ասաց Հռոմեացիս 5-րդ գլուխ 3-րդ համարը կարդանք, Հռոմեացիս 5:3 Ոչ միայն այսքան, հապա նաև ուրախությունների մեջ կպարծենանք։ Ինչպես կարող է մեկը ուրախությունների մեջ պարծենալ։ Ոչ միայն այսքան, հապա նաև ուրախությունների մեջ կպարծենանք, վասնզի գիտենք, թե նեղությունը համբերություն կներգործե։ Ուրիշ մի համար Եփեսացիս 5:20 Հռոմեացիս 8:28 լավ, սա էլ կարդանք, Հռոմեացիս 8:28-ն էլ կարդանք։ Սակայն գիտենք, թե ամեն բաները բարի գործակից կլան անոնց, որ Աստված կսիրեն, որոնք անոր նախասահմանությունով կանչված են։ Ամեն բաները կյանքից մեջ եղած դժվարությունները, ուրախությունները, նեղությունները, ամեն բաները բարի գործակից պիտի լինի։ Մյուս համարը Եփեսացիս 5-րդ գլուխ 20 համար։ Եփեսացիս 5:20 Ամեն ատեն, ամեն բանի համար գոհություն տվեք Աստծո ու Հորը մեր Տեր Հիսուս Քրիստոսի համար, անունով։ Ամեն ժամանակ գոհություն տվեք։ Սիրելիներ, այս վերջին համարները աշխարհի մարդկանց համար հիմարություն է ընդունել։ Չի կարող աշխարհը այսպես ընդունի, անկարելի է, որ աշխարհը այսքան ցավերի մեջ, նեղությունների, պատերազմների մեջ, տառապանքների մեջ ընդունի այսպես, որ ամեն բան Աստված բարի գործակից է անում։ Էլ ուր մնաց, որ փառք տան Աստծուն ամեն բանի համար, ինչ որ կարդացինք, բայց Սուրբ Գիրքը շատ հստակ զանազանություն է դնում աշխարհային իմաստության եւ հոգեվոր հասկացողության միջև։ Քանի որ շնչավոր մարդը կամ աշխարհիկ մարդը չի կարող Աստծո հոգի բաները ընդունել։ Չի կարող ընդունել եւ ոչ էլ կարող է դրանք հասկանալ, քանի որ իրենց համար հիմարություն են համարվում սրանք։ Կարդում ենք Առաջի Կորինթացիս 2-րդ գլուխ 14 համար։ Առաջի Կորինթացիս 2:14 Կգոհանամ Աստծուց, որ ձեզ մեկը Երկրորդ Կորինթացիս 2:14 Բայց գոհություն Աստծո, որ միշտ մեզի հաղթություն կուտա Քրիստոսով ու զինք ճանաչելու հոտը մեզ մե հայտնի կնե ամեն տեղ։ Գոհություն Աստծո, որ միշտ մեզի հաղթություն է տալիս Քրիստոսով։ Սա է հավատացյալի հաղթանակը։ Սա է հավատացյալի քայլելը 1:18-21-ը 1:18-21 Սակայն հավատարիմ է Աստված, որ մեր խոսքը ձեզ հասավ, այո եւ ոչ չէր, վասնզի Աստծո որդի Հիսուս Քրիստոսը, որ մեզմով ձեզի քարոզվեցավ, չէ, ներողություն, Առաջի Կորինթացիս, շատ կներեք ժողովուրդ, համարները շփոթել եմ։ Այո, Առաջի Կորինթացիս 1:18-21 Քանզի խաչի քարոզությունը կորսվածներին հիմարություն է, բայց մեզ փրկվածներիս Աստծո զորությունն է։ Կորսվածներին աշխարհի մարդկանց խաչի քարոզությունը, այս բեմից քարոզությունը, Աստծո խոսքը հիմարներին կորսված է 21-25-ը Քանզի Աստված հաճեցավ քարոզության հիմարությունով ապրեցնել, ուստի աստվածային իմաստությամբ չթույլատրեց, որ աշխարհային իմաստությամբ մարդ ճանաչի։ Աստված մարդուն խոսում է իր խոսքի միջոցով։ Աստված ճանաչությունը լինում է միայն ու միայն
Աստծո խոսքի միջոցով։ Ուրիշ ոչ մի կերպ չկա։ Չես կարող դու աշխարհային գիտություն ստանալ եւ Աստծուն ճանաչես։ Այո, որոշակի չափով միգուցե գիտնականներ, մեծ մարդիկ կարողանան Աստծուն ճանաչել, բայց ամբողջությամբ Աստված ճանաչությունը գալիս է Աստծո խոսքից։ 25 համարը վասնզի Աստծո հիմարը մարդոցմե ավելի իմաստուն է եւ Աստծո տկարը մարդոցմե ավելի զորավոր է 27:31 բայց Աստված աշխարհիս հիմարները ընտրեց որպեսի ամոթով անի իմաստունները ու աշխարհիս տկարները ընտրեց որպեսի ամոթով անի զորավորները եւ աշխարհիս ցածազգիներն ու անարգները ընտրեց եւ ոչինչները որպեսի անոնք որ բանը ըլլալ կկարծեն խափանե որ մարմինը չպարծի Աստծո առջև դուք անկե Քրիստոս Հիսուսով որ մեզի Աստծո իմաստություն, արդարություն, սրբություն եւ փրկություն եղավ որպեսի ինչպես գրված է ան որ կպարծենա թող ումով պարծենա Տիրոջմով պարծենա ուրեմն մեր պարծանքը սիրելիներ Քրիստոսն է ահա թե ինչու հավատացյալներից համար Աստծո խոսքը զորություն է ավետարանը փրկություն է բժշկություն եւ ապահովություն է այս չար աշխարհի մեջ Ուրեմն Պողոս առաքյալը թե նաև Հակոբոսը սիրելիներ, երբ որ կարդում ենք, որ ասում է եղբայրներ, ամենևին ուրախություն համարեք, երբ կերպ փորձությունների մեջ եք ընկնում, այս եղբայրներ բառը եկեղեցուն է վերաբերվում։ Հակոբոսը շատ հստակ այդպես արեց։ Ուրեմն ինչը պետք է մենք ուրախության արժանի բան համարենք։ Ուրախություններ են գալիս, նեղություններ են գալիս, որ մեղքի արդյունք են լինում։ Շարունակությունը, երբ որ տեսնում ենք Հակոբոսի մեջ, ասում է ամեն մարդ իր ցանկություններից ելնելով է, որ ընկնում է փորձությունների մեջ։ Բայց Տերը երբեմն մեզ թույլ է տալիս նեղությունները, դժվարությունները, փորձությունները, ինչի համար, որպեսզի ավելի իրեն մոտենանք։ Ուրեմն ինչ կարող ենք անել, ինչի մեջ պետք է ուրախություն ունենալ կամ ինչ նեղություններ պետք է արժանի բան ուրախություն համարենք։ Առաջինը մեր բոլոր նեղություններն ու ցավերը։ Մենք ապրելով այս աշխարհի մեջ եւ այս տկար ու մահկանացու մարմնի մեջ պիտի ունենանք եւ արդեն ունենք նեղություններ, ցավեր, քանի որ սա մեղքի հետևանքն է, որ կրում ենք։ Ադամից ու Եվայից սկսած մարդը մտավ անիծքի տակ։ Աստված անիծեց երկիրը ասելով «Փուշիտատաշ թող դուսնի», Աստված անիծեց մարդուն ասելով «Քո քրտինքով պետք է աշխատանքդ աշխատես, հացդ աշխատես» եւ երկունքի ցավերով կնոջը ավելի երկունքի ցավերը շատացրեց եւ այսպես հետևանքն է սա մեղքի, որ մարդը կրում է։ Բայց ինչպես որ Տիրոջից տրված ինչպես որ Տերը տվեց այդ նեղությունները, այդ դժվարությունները, նաև կերպն է տալիս, որ կարողանանք դուրս գանք այդ վիճակներից։ Ուրեմն պիտի ընդունենք Տիրոջ խոսքը այնպես, ինչպես որ կա մեր կյանքի մեջ։ Եթե ասում է կերպ ուրախություն համարեք եւ կերպ փորձությունների մեջ եք ընկնում, ուրեմն պետք է շարունակական լինի եւ շարունակենք Տիրոջը վստահելով ուրախությամբ գնանք մեր առջև դրված այդ ճանապարհը։ Երբեմն մենք չենք հասկանում մեզ հասած դժվարությունների կամ նեղությունների պատճառները, բայց կարևորը այստեղ է, որ սովորենք Տիրոջը վստահել, անկախ ամեն վիճակից, եւ այդ պարագաների մեջ Տերը մեզ սովորեցնում է, որպեսզի իրեն վստահենք։ Այս պարագաների մեջ է, որ Տեր Հիսուսը գալիս է եւ ասում է. «Ես ինչ որ հիմա անում եմ, դու չես հասկանա, բայց հետո պիտի հասկանաս»։ Ուրեմն երբեմն մեր կյանքում իրավիճակներ են գալիս, որ մենք չենք կարողանում հասկանալ։ Իբրև հավատացյալներ պիտի շարունակենք Տիրոջը վստահել մեր նեղությունների մեջ, մեր դժվարությունների եւ ցավերի մեջ։
Երկրորդը մեր փորձությունները բոլորովին ուրախության արժանի բան պիտի սեպենք, քանի որ ոչ մի ուրիշ բան մեզ չեն մղելու այնքան լրջության եւ խոնարհության մեր անձերը քննելու համար, ինչքան որ ցավերն ու փորձություններն են։ Ցավեր կան, նեղություններ կան, Տերը մեզ խոնարհություն է սովորեցնում։ Երբ որ քո հիվանդության մահճակալի մեջ ես լինում, սկսում ես խորհել։ Երբ որ առողջ ես լինում, երբ որ վազքի մեջ ես լինում, երբեմն ամեն բան հանգիստ է լինում կյանքիդ մեջ եւ չես կարողանում Տիրոջ մասին մտածել, խորհել։ Ուրեմն Տերը երբեմն թույլ է տալիս մեզ այս նեղությունները, որպեսի անդրադարձ կատարենք, որպեսի խոնարհությամբ գանք Տիրոջ առջև եւ խնդրենք, որ Տերը օգնական լինի մեզ։ Երբեմն սիրելիներ մեր կյանքի ընթացքում, վազքի ընթացքում փոքրիկ աղվեսներ են մտնում մեր այգու մեջ եւ փորձում են մեր այդ ծաղկած այգին աղավաղեն։ Այս փոքրիկ աղվեսները մեղքեր են, որ գալիս են։ Երբեմն չենք էլ անդրադարձ կատարում, դրա համար Տերը թույլ է տալիս մեզ այս նեղությունները, դժվարությունները, որպեսզի կարողանանք դրանց մեջ անդրադարձ կատարենք եւ մտածենք։ Երբեմն կորցնում ենք մեր հարաբերությունը Տիրոջ հետ, թողնում ենք սրբության ճամփան եւ մեր ներքին խաղաղությունն ենք կորցնում։ Ինչքան այսպիսի հավատքի հերոսներ են ընկել իրենց անհոգ լինելու պատճառով։ Հոգևոր կյանքի համար հոգ պիտի տանենք։ Տերը մեզ տվեց հավիտենական կյանքը, Տերը մեզ տվեց այն ինչ որ իր կողմից էր գալիս, այդ տնտեսությունը հոգևոր կյանքի հոգ տանելու տնտեսությունը Սուրբ Հոգուն հանձնեց եւ մեզ հանձնեց, որպեսզի կարողանանք մենք էլ ջանք թափենք, որպեսզի հոգևոր կյանքի մեջ մնանք։ Մի քանի հերոսներ, որ օրինակ Սամսոնը, որ այնքան մտերմացավ աշխարհի հետ, այնքան սիրեց աշխարհը, որ Դալիլան որպես աշխարհն է խորհրդապատկերում, մինչև անգամ իր երկու աչքերը կուրացան։ Դավիթ թագավորը դարձյալ, որ Աստծո սրտի համեմատ մեկն էր, այնքան տրվեց իր ցանկությանը, իր մեղքին, որ մեղանչելով Աստծո առջև, մինչև անգամ անմեղ այրուն թափեց Տիրոջ առջև։ Պետրոսը, որ այնքան համարձակ էր, ամենտեղ Պետրոսը վազում էր, բայց վախից 3 անգամ վախեցավ, ուրացավ Քրիստոսին։ Եվ ինչքան հավատացյալներ, սիրելիներ, այս ընթացքում դարձան յուղը պակասեցրած կամ կորցրած կույսեր, հիմար կույսեր, կամ աշխարհը սիրող Դեմասներ, ինչ որ կարդում ենք Պողոս առաքյալը, որ վկայում է Դեմասի մասին, կամ հայտնության մեջ կարդում ենք գաղթ հավատացյալներ։ Եվ սրանք Տիրոջ բերանից փսխվելու վրա են։ Տերը թող մեզ օգնի, սիրելիներ, որ այս վիճակի մեջ եղողներին չնմանվենք։ Եվ այս վիճակի մեջ եղողները հետևանքները կրել են իրենք։ Լինի դժվարությունների միջոցով, տառապանքների միջոցով, կամ հեռացել են Տիրոջից, կամ ավելի մոտեցել են Տիրոջը։ Եվ բազում այսպիսի օրինակներ մեր շուրջ բոլորը տեսնում ենք, որ մարդիկ կան հեռանում են Տիրոջից։ Եվ Տերը ինչ որ նեղության միջոցով, դժվարության միջոցով իրենց ետ է բերում։ Մեզ արթնացնելու եւ այս վտանգավոր վիճակից ազատելու համար Տերը երբեմն մեզ թույլ է տալիս կերպ փորձություններ, որպեսզի քննենք մեր անձերը եւ միշտ մնանք նրա խաչի մոտ։ Սաղմոս 119:71-ը այսպես են կարդում։ Սաղմոս 119 եւ 79։ Աղեկ եղավ կամ լավ եղավ ինձ, որ վշտացա։ Ինչու՞։ Արդյոք կարող ենք մենք այսպիսի աղոթք անել։ Արդյոք կարող եմ այսօր ես Տիրոջ առջև ասել, փառք քեզ Տեր Աստված այս հիվանդությանս համար։ Ինչու համար ես վշտացա, լավ եղավ, որպեսզի քու կանոնները սովորեմ։ Ուրեմն տեսնում ենք, սիրելիներ, որ մեր կյանքի դժվարությունները, երբեմն մեր խորհուրդները, մեր մտքերը, մեր գաղտնի շարժառիթները այս ժամանակ
հիվանդության ժամանակ, նեղության ժամանակ սկսում ենք լրջորեն քննել, խոնարհվել Տիրոջ առջև եւ այս դժվարությունները կամ փորձությունները դառնում են մեր կյանքի համար փրկարար, սրբացնող միջոցներ, օրհնությունների աղբյուր եւ ուրախության ու սրտանց շնորհակալության պատճառ։ Ուրեմն առաջինը տեսանք, որ Տերը մեզ թույլ է տալիս, որպեսզի կարողանանք սովորենք այս նեղությունների մեջ։ Երկրորդ Տերը մեզ թույլ է տալիս այս նեղությունները, որպեսզի կարողանանք խոնարհվենք, խորհենք, մտածենք այս աշխարհի մեջ մի պահ կանգ առնենք այս վասկի մեջ, այս չար աշխարհի մեջ։ Երրորդ, մարդը միշտ ցանկանում է ապրել ազատ, ինքն իրեն կամ ինքնագլուխ, ինչ որ իր սիրտը ցանկանա, դա կատարի։ Եվ ոչ մեկը սիրելիներ ապահովված չենք կամ հեռու չենք նման ապրելու ցանկությունից։ Բոլորս էլ ուզում ենք ազատ լինենք։ Քրիստոսն էլ այդ ազատությունը տվեց, բայց ասում է այդ ազատությունը թող ձեր մարմնի ցանկությունների համար չօգտագործվի։ Ուրեմն տեսնում ենք եւ սրա լավագույն օրինակը անառակ որդին է, որ մեր առջև կարող ենք ունենալ։ Ինչ արեց անառակ որդին, ուզեց իր հոր իշխանության տակից դուրս գալ։ Ուզեց գնալ ազատ կյանք ապրել, առանց հոր խրատի, առանց որևէ մեկի։ Իր ունեցվածքը իրեն հասանելիք ունեցվածքը վերցրեց, կարծես հորը ասելով, որ դու այլևս մեռած ես ինձ համար, որովհետև ժառանգությունը լինում էր այն ժամանակ, մենք գիտենք, երբ հայրը մեռնում էր։ Ուրեմն, երբ որ որդին նախապես վերցրեց ժառանգությունը, սա ցույց է տալի, որ դու կարծես մեռել ես ինձ համար։ Եվ իմ ժառանգությունն եմ ուզում, որ գնամ ազատ ապրեմ։ Եվ սիրելիներ, ինչ եղավ իր հետ, երբ որ նեղության մեջ ընկավ, երբ որ խոզերի կերը մինչև անգամ սկսեց ուտել, անդրադարձ կատարեց եւ ասեց գնամ իմ հոր տուն, ոչ թե հորս արժանի զավակ, ոչ, այլ գոնե իր տան ծառաներից մեկի պես լինեմ։ Ուրեմն սա իրեն դաս եղավ, սովորեցրեց իրեն եւ գնաց հորը գիրկն ընկնելով եւ հայրը ընդունեց իրեն։ Եվ այսպես է սիրելիներ, մեր կյանքում եղած փորձությունները եւ մեզ հասկացնում են այս փորձությունները, որ առանց Աստծո, առանց Քրիստոսի հոգատարության եւ Սուրբ Հոգու առաջնորդության անհնար է ուրախ ու երջանիկ կյանք ապրել այս երկրի վրա։ Եվ եթե այսքանը հասկանում ենք, այդ ժամանակ բնական է, որ մեր կերպ այս փորձանքները կդառնան գոհության ու փառաբանության եւ բոլորովին ուրախության արժանի բան։ Դժվար է, նեղությունների մեջ դժվար է հաղթանակած դուրս գալ, բայց խոսքը գալիս է եւ մեզ այսպես է սովորեցնում. ուրախությամբ ընդունեք, երբ կերպ փորձությունների մեջ եք ընկնում։ Չորրորդ, առաքյալը նախ հորդորում է հետևյալ խոսքերով Հռոմեացիս 5-րդ գլուխ 10-11, Հռոմեացիս 5-րդ գլուխ 10-11։ Վասնզի, եթե մեր թշնամի եղած ժամանակ Աստծո հետ հաշտվեցանք իր որդին մահովը, որչափ ավելի մեր հաշտված ատենը պիտի ապրենք անոր կյանքովը, եւ ոչ միայն այս, հապա Աստծմով կպարծենանք, ալ մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսի ձեռքով սիրով հիմա հաշտություն ընդունեցինք։ Ուրեմն տեսնում ենք, որ մենք մի ժամանակ թշնամի ենք, մի ժամանակ նեղություններ, դժվարություններ ուրիշ կերպ էինք ընկալում, բայց հիմա այլևս պիտի հասկանանք, որ Տերը թույլ է տալիս այս բոլորը մեր կյանքի մեջ, որպեսզի կարողանանք ուրախությամբ ընդունել։ Կարդանք Հակոբոս 5-րդ գլուխ 10-11 համարներն էլ, Հակոբոս 5-րդ գլուխ 10-11։ Եղբայրներս, չարչարանքների եւ համբերության համար օրինակ առեք մարգարեները, որոնք Տիրոջը անունովը խոսեցան, ահա համբերողներուն երանի կուտանք,
Հոբին համբերությունը լսեցիք դուք եւ վերջը Տիրոջը անոր ըրածը տեսաք, որ Տերը բազմագուտ ու ողորմած է։ Ուրեմն ասում է օրինակ վերցրեք, ում օրինակ վերցնենք, երբ կերպ փորձանքների մեջ ենք ընկնում, դուրս գալ համբերությունով, դուրս գալ հաղթական Տիրոջ շնորհքով։ Հիշենք, միշտ մեր միտքը բերենք, ինչպես Պողոս Առաքյալն էլ ասում է, մտքերնիդ բերեք կապվածները։ Միշտ հիշենք մեր նախկին աստվածաշնչյան հերոսներին, քույրերին, եղբայրներին, ինչ դժվարությունների միջով անցան, ինչ տառապանքների միջով անցան, եւ ասում է իրենցից սովորենք։ Միայն հիշենք եւ այս բոլորը մեր արժեվ ունենալով ամենակարևոր օրինակը Քրիստոսի կյանքը մեր արժեվ ունենալով։ Ինչ արեց Քրիստոս իր արժեվ դրված ուրախության համար, մինչև անգամ խաչը հանձնարավ, խաչի մահով մահացավ։ Ուրեմն օրինակ վերցնենք, սովորենք, որպեսզի մենք էլ մեր կարգին, մենք էլ կարողանանք ուրիշներին օրինակ լինենք։ Դրա մասին ենք կարդում առաջի Թեսաղոնիկեցիս առաջի գլուխ 6-ից 7 համարները։ Դուք ալ մեզ ու Տիրոջը նմանելով ընդունեցիք խոսքը շատ նեղության մեջ, Սուրբ Հոգին ուրախությունով է, այնպես որ դուք օրինակ եղաք բոլոր հավատացյալներին, որոնք Մակեդոնիայի ու Աքայայի մեջ են։ Արդյոք իմ եւ քո կյանքը օրինակ լինում է ուրիշներին։ Արդյոք երբ նեղության մեջ ես, երբ դժվարությունների մեջ ես, կարողանում ես ուրիշներին օրինակ լինել։ Ուրեմն շատ կարևոր է, որ մենք մեր նեղությունների մեջ միշտ օրինակ վերցնենք մեր հավատքի հերոսներին եւ կարողանանք այդպես հավատքով մեր կյանքը շարունակենք։ 5-րդ վերջին կետը Տերը մեզ թույլ է տալիս կերպ փորձությունները, որպեսզի մեզ մխիթարի, քանի որ ինքը մխիթարության Աստված է։ Տերը մեզ ուզում է մխիթարել եւ մեզ սարքել մխիթարության որդիներ, որ մենք էլ կարողանանք ուրիշներին մխիթարել։ Սիրելիներ, երբեմն շատ հաճախ մենք դառնում ենք իրար հանդեպ անտարբեր, կարծես օտարների պես ենք լինում։ Երբեմն պաղ սիրտ ենք ունենում, երբեմն կարծրացնում ենք մեր սրտերը, մեր գութը փակում ենք երբեմն։ Եվ Հակոբոս հենց այդպես է ասում. ինչ օգուտ տվեցիր, եթե եղբորդ ասես գնա խաղաղությամբ տաքացիր տունդ, բայց հագուշ չտաս, բայց սնունդ չտաս։ Խոսքա չէ, ասում են հարուստը երբեք չի հասկանա աղքատը, որ սոված է։ Եթե դատարկ է քո ստամոքսը, դիմացինին կարող ես հասկանալ, բայց եթե կուշտ ես, չես կարող հասկանալ։ Ուրեմն Տերը երբեմն մեզ թույլ է տալիս այս նեղությունները, այս դժվարությունները, որպեսզի կարողանանք մենք էլ ուրիշներին օգտակար լինենք, կարողանանք մենք էլ ուրիշներին մխիթարենք։ Մխիթարության Աստվածը չի ուզում իր զավակներին տեսնել անտարբեր, անգութ, անսիրտ։ Դրա համար Տերը թույլ է տալիս այս վիճակները, ինչպես որ այսպես գրվեցին Եփեսացիս 4 գլուխ 31-32 համարների մեջ։ Եվ սա մեզ է գալիս դարձյալ խոսքը 4:31-32 ամեն դառնություն եւ բարկություն ու սրտմտություն եւ աղաղակ ու հայհոյություն վերցվի ձեզմե իրենց չարություններով մեկտեղ։ Շարունակությունը եւ իրարու հետ քաղցր եղեք, գթած ներելով իրարու, ինչպես Աստված Քրիստոսով ներեց մեզ։ Ինչպես որ Աստված Քրիստոսով ներեց, ինչպես որ Տերը քաղցր եղավ, գթած եղավ, ինչպես որ Քրիստոս կերակրեց 5000-ին եւ մյուս տեղն էլ 4000-ին, ինչպես որ Տերը խղճաց մարդկանց վրա, այդպես մեզ է սովորեցնում, որպեսզի մենք կարողանանք այս կրակների միջով անցնելով, նեղությունների միջով անցնելով, կարողանանք փափկենք, ինչպես որ ոսկին կամ երկաթը, երբ որ կրակի մեջ են դնում եւ շատ հարմար
միջոց է լինում փափկելու համար, դարբնի կամ ոսկերիչի ձեռքը շինվելու համար։ Ճիշտ այդպես Տերը մեզ երբեմն այս կրակի հնոցի միջով է անցկացնում։ Թույլ է տալիս այս նեղությունները, որ կարողանանք ավելի իր ուզածի պես թեքվենք եւ շտկվենք։ Ուրեմն մեր տառապանքները թույլ են տալիս կամ մեզ սովորեցնում են, որ կարողանանք հասկանալ դիմացինին։ Երբ մեկը մխիթարության կարիք ունի, կարողանում ենք մխիթարել ուրիշներին։ Երբ վերականգնվում ենք մենք, կարողանում ենք ուրիշներին էլ վերականգնել։ Պողոս առաքյալի համար կարդում ենք, երբ Անանյան գնաց իր մոտ, քաջալերվի ասեց։ Եվ շատ տեղեր այսպես այս քաջալերանքը տեսնում ենք, որ իրար քաջալերում էին, իրար բարձրացնում էին եղբայրները։ Ուրեմն այսպես նաև Տերը մեզ է գալիս այսօր։ Երկրորդ Կորինթացիս առաջի գլուխ 1-3-4 համարներ։ Երկրորդ Կորինթացիս 1-3-4 Օրհնյալ լինի Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, գթության Հայրը եւ ամեն մխիթարության Աստվածը, որ մեզ կմխիթարե մեր բոլոր նեղությունների մեջ, ինչու համար, որպեսի մենք կարող լինենք մխիթարել նրանց, որ ամեն տեսակ նեղությունների մեջ են, այն մխիթարությունով, որով մենք Աստուծմե կմխիթարենք։ Ուրեմն, եթե ունես մխիթարություն, դու էլ կարող ես ուրիշին մխիթարել։ Եթե չկա մխիթարություն, ինչով պիտի մխիթարես։ Դրա համար Տերը թույլ է տալիս երբեմն։ Հոբը շատ գեղեցիկ խոսք է ասում, Հոբ 23:10-12, մենք գիտենք Հոբի կյանքը թե ինչ ծանր անցավ, ինչ դժվար վիճակներով անցավ, որ ամեն ինչով ապահոված էր Հոբը, բայց մեկ ակնթարթի մեջ կամ մեկ ժամանակամիջոցի մեջ շատ արագ այդ բոլորը անցան, բայց տեսեք Հոբ ինչ գեղեցիկ խոսքեր է ասում իր այդ հիվանդության, նեղության մեջ 23:10-12 Իսկ ան գիտե իմ ճամփաս, երբ զիս փորձե ոսկի պես պիտի ելնեմ։ Ոտքս անոր քայլերում վրա հաստատվեցավ, անոր ճամփան պահելով չմոլորեցա, անոր շրթունքներում պատվիրանքներեն չազատեցա, անոր բերնին խոսքերը իմ պիտույքես ավելի պահեցի։ Երբ Տերը գա փորձի, արդյոք կարող ենք ոսկուպես մաքուր դուրս գալ։ Արդյոք կարող ենք այդ նեղությունների մեջ, այդ դժվարությունների մեջ, գիտեք, երբ որ ավազի մեջ կամ դուրսը մի բան ենք տեսնում փայլուն, բոլոր այդ վիճակների մեջ այդ փայլուն վիճակն է երևում։ Աչքդ միանգամից այդ փայլունին է տեսնում։ Արդյոք կարող ես քո նեղությունների մեջ, այդ մութ խավար ամպերի մեջ փայլես դու, որ մարդիկ տեսնեն քեզ եւ կարողանան քեզանից մխիթարություն ստանան։ Ուրեմն սիրելիներ, ամփոփելու համար, երբ փորձությունները մեզ վրա են գալիս, մեզ դուրս են բերում հոգևորապես հարստացած, օրհնված եւ կրակի մեջ զտված ոսկու պես մաքուր ու գեղեցիկ Աստծո պատկերով։ Մեզ հոգևորապես հաստատուն հավատացյալներ է շինում, որ ամեն փոթորիկների դիմացող եւ չարչարանքներ քաշող ու փորձությունը ունեցող հավատացյալներ է շինում, որպեսզի կարողանանք փորձվողներին էլ օգտակար լինենք։ Ինչպես որ ասում են ամենաուժեղ կամ տոկուն ծառը այն ծառն է, որ քամու տակ է աճում, փոթորիկների տակ է աճում։ Նրա արմատները ավելի խորն են։ Ճիշտ այդպես սիրելիներ, Տերը մեզ թույլ է տալիս, որպեսզի կարողանանք մենք էլ այս կերպ փորձությունների մեջ, դժվարությունների մեջ, նեղությունների մեջ կարողանանք շարունակենք Տիրոջը վստահել եւ հաղթանակած կյանքերով դուրս գալ։ Թող Տերը օրհնի իր խոսքը, Տերը օրհնի մեզ յուրաքանչյուրիս, այո նեղություններ, այո դժվարություններ, աշխարհը չար է, նեղությունները շատ են, բայց պիտի շարունակենք փորձություններին դիմակայել, ինչով Քրիստոսի խոսքով, մեր հավատքի վրա հիմնված
եւ թող Տերը ինքը փառավորվի մեր մեջ, մեր միջոցով։ Ամեն։